Բարի լույս բոլորին, առաջին ծրագիրը սկսեց իր աշխատանքը, այսօր ուրբաթ է եւ իհարկե տաղավարից ժպիտներով ու արևներով ձեզ ողջունում են Սուրենն ու Սոնան։ Այո, բարի լույս շացելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրն է ATV ուղիղ եթերում, միացեք աշխատանքային շաբաթվա առավոտը ամփոփենք միասին։ Դե իհարկե, ամփոփելու ենք էնել ինչ ձև, ինֆորմացիայով, հետաքրքիր հյուրերով, երաժշտությամբ, լավ տրամադրությամբ եւ համեղություններով։ Այս ամենին գումարելու ենք մեր ժպիտները ու ձեր տրամադրությունը։ Կարծում եմ լավ շաբաթն ավարտելու բաղադրատոմս է, չէ՞ Սոնան։ Իհարկե, սիրելի Սուրեն, եւ նշենք, որ այսօր արդեն նոյեմբերի 7-ն է, օրը ուրբաթ։ Օրը ուրբաթ է եւ նրանք, ովքեր պատրաստում են նշել իրենց ծննդյան օրը, սիրով շնորհավորում ենք, մաղթում տոնական ու հրաշալի տրամադրություն։ Իսկ թերթելով պատմության էջը, ասենք որ 1925 թվականին Երևանում ծնվել է Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ ռեժիսոր Մարատ Մարինոսյանը։ Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում։ Նրա բեմադրություններից առավել աչքի են ընկել Լուսաբացը Մոսկվայում, Պարտիսպանի շունը, Փոքրիկ ողբերգությունները, Մարդու ճակատագիրը, Բոլորն իմ որդիներն են եւ այլն։ Այո, եւ ասենք, որ 1947 թվականի նոյեմբերի 7-ին ծնվել է դերասան Ալեքսանդր Խաչատրյանը։ 1968-ից 71 թվականներին սովորել է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կից դրամատիկ ստուդիայում։ 71-ից 91 թվականներին աշխատել է նույն թատրոնում որպես դերասան։ Այդ ընթացքում թատրոնում խաղացել է բազմաթիվ դերեր։ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնի մրցանակի արժանացած վերջին բնակիչը ֆիլմում Ալեքսանդր Խաչատրյանն արժանացել է մրցանակի լավագույն դերասան անվանակարգում։ 1992 թվականին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ բնակվում է Լոս Անջելես քաղաքում։ Այսօր նաեւ մեր շատ սիրելի դերասանուհի Ջուլիետտա Ստեփանյանի ծննդյան օրն է։ Սովորել է Լենինականի թիվ 7 միջնակարգ դպրոցում, այնուհետև Երևանի Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 75-ից 92 թվականներին եղել է Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան Հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 92-ից 94 թվականներին Վանաձորի Հովանես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 94 թվականին տեղափոխվել է Լեհաստան։ 95-ից 2004 թվականներին եղել է Օպոլե քաղաքի Յան Կոխանովսկու անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի։ 2004 թվականից տեղափոխվել է Երևան, աշխատանքի է անցել Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ 10 թվականից միաժամանակ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում է։ Եթե չեմ սխալվում, Ջուլիետտա Ստեփանյանը այս պահին գտնվում է Մոսկվայում եւ իհարկե պատրաստվում է ներկայացման, նոր ներկայացում Մանյունան, որը շուտով կհանձնվի այնտեղ արդեն Ռուսաստանաբնակ հանդիսատեսին եւ հուսանք, որ մի օր այդ ներկայացումը նաեւ կգա այստեղ Հայաստան։ Այնպես որ շնորհավորում ենք Տիկին Ստեփանյանին եւ մաղթում իհարկե ամենալավ բաները ու ամենակարևորը որպեսզի լինի միշտ առողջ եւ հրաշալի ու նոր դերերով հանդես գա բոլորիս համար։ Այո, եւ շատ սիրում ենք, այսպես սեր ու ջերմություն ենք փոխանցում Տիկին Ջուլիետտա Երևանից, Հայաստանից, այս տաք տաղավարից, որտեղ ձեզ բազմիցս հյուրընկալել ենք եւ ունեցել ենք շատ հետաքրքիր հարցազրույցներ եւ միշտ սպասում ենք այստեղ։ Եվ իհարկե, նրանք, ովքեր այսօր նշելու են երեկոյան իրենց ծննդյան օրը սիրելի մարդկանց հետ միասին, ասեն, որ ձեզ օգնելու է այդ հարցում նաև լավ տրամադրություն, իսկ լավ տրամադրությունը բրիզն է։ Ռոզե փրփրուն գինին, որ ներկայացնում է Իջևանի գինու գործարանը, այս գինին միանշանակ կարող է հիանալի համադրություն դառնալ ձեր երեկոյի հետ, եթե նույնիսկ ձեր ծննդյան օրը չէ, հիշեք, որ այսօր աշխատանքային շաբաթվա վերջին օրն է եւ պետք է այն ավարտել հավուր պատշաճի։ Այո, եւ հավուր պատշաճի մեջ մտնում է նաեւ, քանի որ ուրբաթ օրը արդեն բոլորը սպառված ենք լինում, քանի որ աշխատանքային շաբաթվա վերջին օրն է, պետք է էներգիա ունենալ, իսկ էներգիա հավաքում ենք միանշանակ մարզասրահում, որտեղ մարզվել Ակվատեկ համալիրում, քաղաքի ամենաէներգետիկ, ամենաբազմակողմանի եւ սիրելի հանգստի վայրերից մեկում։ Ակվատեկի ջրային գոտին ամենամեծ փակ ջրային գոտին է Հայաստանում։ Ֆիթնեսի եւ սպայի սիրահարների համար այստեղ գործում է բարձրակարգ ֆիթնես կենտրոն, ժամանակակից սարքավորումներով եւ պրոֆեսիոնալ մարզիչներով, խմբային 3 տասնյակ մարզումներով։ Ակվատեկ համալիրում յուրաքանչյուրը կգտնի իրեն հետաքրքրող եւ օգտակար զբաղմունք։ Հենց հիմա էլ տեղափոխվենք Ակվատեկ եւ առավոտյան մոտիվացիայի մեր չափաբաժինը ստանանք, որպեսզի հաղորդումը դիտելուց անմիջապես հետո գնանք այնտեղ եւ մարզվենք։ Բարև
Բարև ձեզ, ես Հովհաննես Տմղևոնդյան, Ակվատեկ սպորտային համալիրի ֆիթնես մարզիչ, այսօր ես ձեզ ցույց կտամ մեր մարզասրահը։ Սա մեր կարդիոգոտին է, այստեղ մենք ունենք վազքուղիներ, էլիպսներ և հեծանվասարքեր։ Սա մեր ուժային մարզասարքերի գոտին է, այստեղ դու կարող ես մարզել քո բոլոր մկանախմբերը, իդեպ նշեմ ֆիքսված մարզասարքերի առավելությունը այն է, որտեղ դու կարող ես զերծ մնալ ավելնորդ վնասվածքից և նրանք կատարել ճիշտ։ Սա մեր ուժային մարզասարքերի գոտին է, այստեղ դու կարող ես մարզել քո բոլոր մկանախմբերը։ Իսկ սա մեր ուժային գոտին է, որտեղ դու կարող ես անցկացնել ծանր պարապմունքներ։ Այո, միանշանակ պետք է մարզվել, հետևել առողջությանը, մարզավիճակին և մի մտածեք, որ արդեն տաք է և կարող եք այսպես տաք հագուստներով փակվել և ձեր գեղեցիկ մարմինը չերևա։ Միևնույն է պետք է մարզվել, որովհետև առջևում նաև գալու է նորից համառը։ Հատկապես, որ Ակվատեկը դա ոչ միայն հանգիստ է, այլև էներգիա, առողջություն և նոր տպավորություններ մեկ վայրում։ Ակվատեկ հանգստի և առողջության բոլոր հնչյունները մեկ համալիրում, այնպես որ այցելեք և ձեր ուրբաթը էլ ավելի հաճելի դարձրեք։ Իսկ հիմա մենք ունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կշարունակենք առաջին ծրագիրը։ Բարի լույս ևս մեկ անգամ շատ սիրելի հեռուստադիտողներ, առաջին ծրագիրը շարունակում է իր ընթացքը և ժամանակն է հասկանալ, թե ուր գնալ այս հանգստյան օրերին հանգստանալու։ Այսօր ուրբաթ է և իհարկե աշխատանքային շաբաթն ավարտվում է և մտածում ենք, չէ, այ որտեղ անցկացնենք շաբաթ կիրակին կամ հենց այսօր երեկոյից սկսած։ Իդեպ ասեմ, որ այն հրաշալի վայրերը, որոնք մենք պարբերաբար ներկայացնում ենք և իհարկե ասում, հուշում ձեզ ուր գնալ, կարծում եմ հենց այդ վայրերը կարող են հանդիսանալ այս շաբաթ կիրակի համար ամենահարմարը։ Այնպես որ հիմա էլ տեղափոխվենք մի հրաշալի այդպիսի վայր ու հասկանանք արդյոք այս օրերին այն հասանելի է մեզ համար։ Ներկայիս քաղաքի տեղանքում հնում եղել են իջևանատներ, որոնք սպասարկել են ասորիքից և դվինից դեպի Պարտավ և հյուսիսային Կովկազ գնացող առևտրականներին, իսկ Իջևանը եղել է տարանցիկ ճանապարհ։
Պարսկական տիրապետության շրջանում այս վայրը կոչվել է Իստիբուլախ, ուր 1780 թվականին հիմնադրվել է Քարվանսարա գյուղը, իսկ խորհրդային կարգերի հաստատումից հետո քաղաքը վերանվանվել է Իջևան, իսկ քաղաքի կարգավիճակ ստացել է 1961 թվականին։ Քաղաքը գտնվում է Աղստև գետի երկու ափերին, Իջևանյան լեռնաշղթայի ստորոտին։ Իջևանում կա 9-ից ավելի կամուրջ, որոնց առկայությունը քաղաքին տալիս է յուրահատուկ ոճ ու հետաքրքիր ճարտարապետություն։ Քաղաքացիների ամենասիրելի վայրերից մեկը քանդակների պուրակն է, որտեղ աշխարհի 20 երկրներից ժամանած քանդակագործների 100-ից ավել աշխատանքներ են ներկայացված։ Իջևանը հարմարավետ վայր է թե պասիվ և թե ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այստեղ կարող եք կազմակերպել ձիարշավներ, հաճելի տուր քայլարշավներ ու ինչու ոչ կազմակերպել վրանային երեկոներ։ Իջևանը շրջապատված է լեռներով, որոնք պատված են սաղարթախիտ անտառներով, ալպիական մարգագետիններով, իսկ Մայր Հայաստանը վերևից ողջունում է մեզ բոլորիս։ Շնորհակալություն Արթուրին հրաշալի հուշման համար, առաջիկայում հանգստյան օրերն են, այնպես որ սիրելի հեռուստադիտողներ կարող եք հավուր պատշաճի պատրաստվել և լավ վիքենդ ունենալ, այցելելով Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը, որովհետև բազմիցս նշում ենք, որ Հայաստանում աշունը հատկապես շատ գեղեցիկ է։ Իսկ այս պահին մեր եթերում կլինի կարճ դադար, հետո լավ ռիթմեր ու նորից կվերադառնանք տաղավար։ Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և խոսելու ենք մի հրաշալի ստեղծագործության մասին և այսպիսով Ձյութե տունը։ Գիրքը պատմում է աշխարհիկ կյանքից կտրված մի վայրի մասին, որտեղ երեխաներն ապրում են առանց ծնողների, դառնալով անծանոթ տիրուհու սահմանած օրենքների պատանդը։ Եվ հենց գրքի հեղինակն է մեր հյուրը Անաստասիա Վիվտաշը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ։ Երբ որ կարծում եք ձեր ազգանունը, որ նոր պիտի գայք, մտածում եք, որ նույնիսկ մեր ադմինիստրատորին ասեցի, իսկ թարգմանիչ գալու է Անաստասիայի հետ։ Մտածելով, որ դուք հայ չեք, բայց չէ, որ
Լավ հայ եմ։ Լավ էլ հայ եք։ Շատ լավ, Անաստասիա, մի քիչ խոսենք այն մասին, որ նախ ավարտել եք Թատերական ինստիտուտը, այսօր նաև գրում եք, գիրք եք գրում, սա ձեր առաջին գիրքն է։ Այո, սա իմ առաջին գիրքն է։ Ինչու։ Հնարավորություն հիմա եղավ տպագրելը։ Դրա համար առաջին գիրքն է։ Ուրիշ գործեր ունեմ ավարտած, բայց իհարկե դեռ չեմ տպագրել։ Այսինքն գրելու հետ կապված այդ մղումը, ձիրքը վաղուց կա, ուղղակի տպագրությունը մի անգամ առաջինն է սա։ Հա, տպագրությունը որպես առաջինն, այո։ Դե մեզ պատմեք ձյութետան մասին։ Ինչն է հետաքրքրում ձյութետնից։ Հետաքրքրեց սյուժեն շատ, որովհետև ինձ մոտ արդեն նշված էր, որ գրքում երեխաներն են, ովքեր ծնողներ չունեն։ Հա, երեխաների այդքան դաժան եւ դաժան չէ։ Դաժանի երկրորդ հատվածն էլ անծանոթ տիրուհու սահմանած օրենքներով են ապրում։ Որտեղից է գաղափարը եկել։ Գաղափարը գլխավոր հերոսուհու կերպարը տատիկիս կերպարն է։ Իրենց եմ մոտիվացվել, իր կերպարի հիման վրա եմ կառուցել սյուժեն։ Ուզում էի լիներ մի քիչ առեղծվածային սյուժեն, դրա համար ստեղծել եմ այսպես ասած հորինված եւ աշխարհիկ կյանքից կտրված վայր, որտեղ էս մեր իրականությունից երեխաները հեռու են մեծանում։ Ներկայացված է երեխաների հոգեբանական ապրումները, որովհետեւ վաղ տարիքից զրկված են լինում ծնողներից, բայց կարևորն այն է գրքում, որ այդ երեխաները դա ոչ թե այդ խնդիրը ոչ թե հուսահատեցնում է նրանց, այլ ուժ է տալիս։ Հիմնական գաղափարը դրանում է, որ մարդիկ, ովքեր անցնում են բարդ փուլերով իրենց կյանքում, կարողանան դա վերածել ուժի, ոչ թե հուսահատության։ Կդառնա ֆիլմ, որովհետև ես վիզուալիզացնում եմ արդեն ինչ որ դուք ասում եք։ Կնկարեք։ Սիրով։ Դե, Թատերական ինստիտուտը ավարտել եք, կրթությունը դերասանական, այո, ինչքանով հասկանում եմ։ Մի քիչ խոսենք հենց այդ մասից, հա, ինչու որոշեցիք Թատերական, հետաքրքրությունը փոքր ժամանակից կար, թե կյանքի կտրուկ որոշումներն էին։ Չէ, կտրուկ որոշում չէր, միշտ երազել եմ։ Փոքր տարիքից միշտ երազել եմ դերասանուհի դառնալ, ու այդպես գնացի Թատերական, ինչպես եւ որոշել էի։ Իսկ այսօր խաղում եք ներկայացումներ։ Չէ, ներկայացումներում չեմ խաղում, հեռուստասերիալներում էի խաղում, այս պահին միայն հաղորդում եմ վարում։ Հետաքրքիր գոլեգա։ Այո։ Բոլոր առումներով քեզ գոլեգա, նույնիսկ դերասանության առումով։ Այո։ Շատ լավ։ Պատմությունը ասացիք, որ հորինված է, հա, եւ պատմությունը բնականաբար անմիջապես առնչություն ունի երեխաների հետ։ Սա մի թեմա է, որտեղ ավելի շատ նաեւ պահանջում է հոգեբանություն, որտեղ հատկապես երբ որ պատմությունը առնչվում է երեխաների հետ, բնականաբար այստեղ պետք է շատ նուրբ մոտեցում։ Քաչ հայտնի, եթե մեր հրատարակողները կարդացել են Ճանճերի տիրակալը, որտեղ երեխաներն են ամբողջ գործող անձիկ եւ իրենք են ստեղծում իրենց աշխարհը, կառավարում եւ նույնիսկ հասնում ծայրահեղ կետերի։ Արդյոք այս պատմության մեջ կան կտրուկ որոշումներ եւ այն, որ երեխաներն իրենք են կառուցում եւ փոխում ճակատագրերն իրենց։ Իմ հերոսները յուրահատուկ են, երեխաները յուրահատուկ են։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ես ինքս իհարկե երեխաներ դեռ չունեմ, բայց միշտ ուշադրությամբ եմ իրենց ուսումնասիրել, ոնց են իրանք աշխարհը տեսնում, ինչ մտքեր են արտահայտում, այնքան հետաքրքիր է այդ ամեն ինչը ինձ համար եղել ու բնականաբար այդ ամեն ինչի մեջ խորացել եմ, վերլուծել եմ եւ իհարկե գրի եմ առել։ Իսկ գլխավոր հերոսները քանիսն են։ 6-ն են։ Եվ 6-ն էլ շատ տարբեր բնավորությամբ։ Այո, բոլորը տարբեր են եւ տարբեր ճանապարհներ էլ ընտրում են։ Բայց ուզում եմ մի քիչ ստեղծագործությունը ավելի շատ բացենք, որովհետեւ ես կարծում եմ հեռուստադիտողներին շատ հետաքրքիր կլինի, իհարկե կուլմինացիան չենք ասի, բայց մի քիչ ավելի եւ երեխաների մասին եւ ճանապարհ, որոնք իրենք։ Դե սկզբնական շրջանում, երբ որ գիրքը սկսվում, թվում է ինչ-որ ֆանտաստիկ դրվագներ կան, բայց երբ որ խորանում ենք, հասկանում ենք, որ երեխաները հենց այդպես էլ տեսնում են աշխարհը։ Իրենք չեն տեսնում այնպես, ինչպես հասակներն են տեսնում։ Սներից մեկը խնդիր